Բարև ձեզ շատ սիրելի բարեկամներ։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես էլ եմ լավ։ Մի շաբաթ իմ հաշվին արձակուրդ էի վերցրել, հետո մի հատ պատրաստի վիդեո ունեի, ասեցի ես դնեմ։ Մի ձևի ոնց որ հավես չլիներ, ոչ նկարելու, ոչ մի բան անելու, երևի հոգնել էի կամ գեր հոգնել էի արդեն։ Ոչ թե նկարելուց, այլ աշխատանքից, վանից, ստրեսներից, ճանապարհից, ամեն ինչից մի ձևի հոգնած վիճակ էր մոտս։ Դրա համար էի արձակուրդ գնացել, իսկ նախորդ վիդեոյում չասեցի, որովհետև արդեն ունեի վիդեոն, այդպես դրեցի YouTube։ Այդպես սիրելիներս, ամառը իր դերի մեջ ա մտել, շոկա։ Այսօր մի թեթև ոնց որ ավելի ցածր ջերմաստիճանը, բայց լավ հաճելի եղանակ է, շատ հաճելի։ Ես էլ դուրս եկա գնամ դեղատուն պետքա մտնեմ ու մտնեմ Քսենիայի համար կեր նայեմ, ամեն ինչ չի որ ուտում է, երևի հոգնել է իր կերերից, չգիտեմ։ Մտնեմ սուպերմարկետ նայեմ ինչ հարմար բան կա, որ ինքը կուտի սոուսատիպ բան պետքա վերցնեմ։ Նախորդ վերցրածը ավելի ոնց որ չորոտ լիներ, էլի սոուսի մեջ չէր, չկերավ, չնայած որ հավի ու հնդկահավի մի սիրում է, բայց այդպես չկերավ։ Հիմա գնամ նայեմ սոուսի մեջ ինչ կա, վերցնեմ, տեսնեմ կուտի։ Այդ պետք է անեմ ընդամենը, ուրեմն մտնեմ, իհատ իմ համար եմ կրկնում էլի, որ չմոռանամ ինչի համար եմ դուրս եկել դեղատուն, հետո Քսենիայի կերը ու ետկա։ Աշոտը տանն է, այն մի փոքր հատվածը, որ ցույց տվեցի, միջանցքի, էդ է ուզում կաֆել խփի, կաֆելա մետլախա գնացել առել ենք, այդ պետք է խփի, ավելացած լամինատները դրանք ետ տվեցինք, մի քիչ էլ իզոլացիայի այդ նյութներ ավելացել, դրանք էլ ետ տարանք ու կաֆելները վերցրինք, վերջը, չգիտեմ կաֆելա մետլախա ինչա, այդ մեծերը, դրանք վերցրինք, հիմա ինքը էդ էր անում, ուզում էր աներ ավելի շուտ, սպասում էր, որ Քսենիան քնի, որ կարողանա դրսի դուռը բաց թողնի, մի քիչ որ գործանի, որ չփախնի Քսենիան, ամբողջ օրը փախնելու կռիվ է անում։ Այդպես ժողովուրդ ջան, գնամ գամ, հետո պետքա այսօրվա պլաններս եմ էլի ասում, հետո պետքա ճամպրուկը հավաքեմ, մի քանի օրով գնալու ենք հանգստանալու վաղը։ Այնպես որ քանի արձակուրդ եմ, հա չեմ ասել արձակուրդ եմ, մի շաբաթով արձակուրդ ունեմ, ազատ օրերով, բաներով մի 10 օր դառնում է իրար հետ։ Գնանք մի քանի օր հանգստանալու։ Եղանակն էլ որ այսպես մնա անձրևներ չգա, շատ լավ կլինի, ակնոցներ ունեմ, գիտեք չեմ հանում, դնում ու այսպես չեմ էլ կարողանում նայեմ էկրանի։ Մի քանի հատ էլի շալվարներ կան, որ պետքա կարճացնեմ, էդ էլ ամտնում այսօրվա պլաններիս մեջ, անպայման ուզում եմ էդ էլ անեմ, որ հանգիստ լինեմ, էլի, որ ամեն ինչ արեցի, նոր գնացի հանգստանալու։ Գնամ գամ դա էլ կանեմ։ Ժողովուրդ ջան, այնքան շնորհակալ եմ, այնքան լավն եք, այնքան սիրուն, ջերմ խոսքեր եք գրում, շատ շնորհակալ եմ իրոք, սիրում եմ ձեզ, առավոտյան այս ժամերը սիրում եմ քաղաքում, հանգիստ, սրճարանների դիմաց կարող է մի քանի թոշակառուներ նստած լինեն, դե գործի ժամա, դպրոցի ժամա, փողոցները հանգիստ, հաճելի է այս ժամին այսպես դուրս գալը։ Ինչքան հանգիստ է դրսում։ Առանց մեքենաների դե չի լինի, որ ասեմ մեքենա չկա, սուտ կլինի, բայց քիչ են։ Այս շորերը, հին շորերը, որ բերում լցնում ենք, այդ կոնտեյներներն են։ Մարդ կա, բերում է նայ, գեղտոտ։ Մի երկու օր առաջ անցանք, ինչ ասես բերել դրել էին։ Բերել էին լուստրա են դրել, վրան այդպես ծաղիկի տեսք ունենար, մի հատը
Դրանցից մեկը կոտրված էր ու այդպես բերել դրել էին, ուրեմն այնքան կեղտոտ էր, Աշոտին ասում տեսես երևի ինչ կախած են եղել, ընդհանրապես չեն մաքրել, այդպես բերել հանել են որ թափեն, բերել դրել են այդտեղ։ Այս այգին ժողովուրդ ջան մի հատ ցույց տամ այս հրաշքը։ Շատ փոքր է, բայց այնքան հաճելի է։ Դրա համար էստեղ դանդաղ անցնում եմ ճեմելով, որ մի քիչ վայելեմ էլի ես։ Սիրուն այգու գեղեցկությունը։ Մի քանի օր առաջ էստեղս փողոցի վրա, չգիտեմ թե փողոցի կարող է ինչ-որ բան էին նշում փողոցի հիմնադրման թիվը կամ ինչ, տոնակատարություններ, նվագախումբ էր նվագում, հավաքված էին լիքը, ջահը ասեցի, հիշեցի, հիշում եք սառնանը, որ մաքրեցի, լավ տեղով մաքրեցի, չէ, վաճառել եմ ժողովուրդ ջան։ Այ հիմա գնում ենք հանգստանալու, գումարը կծախսեմ այնտեղ, ասեք, որ ճիշտ որոշում էր։ Իդեպ այնտեղ, որ ինձ գրել էիք, այդ խնայող եմ, թե ինչ-որ այդպիսի բան էիք գրել, օրինակ կոնկրետ նայեք, ինձ ավելի հեշտ էր, նախ սառնանը վաճառելը, առաջինը, ես գնել էի, ես էլ վաճառեցի, գումարը, երկրորդն էլ հանեի դնեի դուրս, կարողա չտանեին, այդպես մնար չի կարելի, որ հանեմ այդպես ես օրերով փողոցում դրած թողնեմ, հաջորդն էլ կամ էլ մենք պետքա տանենք ինչ-որ տեղ, կամ տանենք թափեին, կամ ինչ-որ բան, այսինքն տանջվելու ենք դրա ձեռը, այնա շատ լավ մարդ էի կամ մեր տանից առավ տարավ, մի բան էլ գոհ շնորհակալ եղավ, համ մենք շահեցինք, համ մենք ուրախացանք, համ ինքը ուրախացավ։ Այնպես որ պետքա, այնպես որ ճիշտ էր էլի ծախելը։ Ու հեշտ է, քանի որ հեշտ էլ է ծախելը, դնում ես ինտերնետով, դնում ես օնլայն, մարդիկ գալիս առնում են։ Տեղից է չշարժում, գալիս տանում են, քան թե մենք պետք է անգնենք, տանենք, ես կողմ ենք ով։ Հասա դեղատուն, ժողովուրդ ջան մտնեմ։ Դեղատունը երկու ամսով փակելու են, ասեց կարող է սեպտեմբերի բացենք։ Չնայած մոտակայքում էլի դեղատուն կա, որ եթե ես էլ չաշխատի, մյուսից կարանք օգտվենք։ Այս աշխատողին հարցնում եմ, որպես էլ չզանգեին բժշկին, բան, համ էլ իմ համար հեշտ է միշտ այսպես դեմդիմաց խոսելը, քան հեռախոսով խոսելը, էդ էլ երևի գալիս է նրանից, որ լեզուն այդպես շատ լավ չեն խոսում, չնայած իմ ասելիքը կարամ ես ներկայացնեմ, բայց իրանք որ արագ խոսում են, հետ էլ մի քիչ դիալեկտով բանով, մի քիչ դժվար է հասկանալը, ինչևէ, այս կնոջը հարցնում եմ, հիշում եք, չէ, մագնեզիում էի օգտագործում, բժիշկներ նշանակել, չգիտես ինչի, ինտերնետում որ նայում ենք ինչ ինֆորմացիա ասես տեսնում ենք, չէ, նայել էի ինտերնետում գրված էր, միտեղ գրված էր, որ մենակ առավոտյան կարելի է խմել, բայց իրա մեջ որ նայում էի, այդ ինստրուկցիայի մեջ այնտեղ տալիս էր օրը 2 անգամ, հիմա այս կնոջն ասում եմ, հիմա ես կարամ օրը 2 անգամ խմեմ, թե մի անգամ, ինքը ասեց, կարաս հանգիստ օրը 2 անգամ խմես, կարաս մի անգամ խմես, ոնց որ դու ուզես։ Ասեմ, դե այնտեղ գրված է, որ մկաններն է հանգստացնում, էներգիա է տալիս, հիմա իրիկունը որ խմում եմ, էներգիաս չի շատ անում, որ խանգարի քնելուս, ասում է չէ։ Հիմա այսինքն կարամ հանգիստ, մի բանը որ կասկածելով է, մի քիչ բան է, չէ, մի քիչ կասկած կար մեջս, հիմա հարցրի հանգստացա, այսինքն հանգիստ կարամ իրիկուններն էլ խմեմ։ Այդպես հետո բժշկի նշանակած մի տեղ կար, այդ տարիքային անցումային փոփոխությունների, եթե հիշում եք, ձեզ ցույց էի տվել մայմենա։ Դրա մասին հարցրի, ասում եմ, պետքա պարտադիր բժշկի դեղատոմսով վերցնեմ, թե ես կարամ ազատ առնեմ, նայեց, ասեց ազատ կարաս առնես։ Իդեպ արժեքն էլ 50 եվրոյա, ու ապահովագրությունը չգիտես ինչի, դա չի փակում, հետաքրքիր է։ Նախկինում, օրինակ, մի անգամ որ բժիշկս նշանակել էր իմ գինեկոլոգը, տեղ էր նշանակել այդ անցումային փոփոխությունների համար, այդ հորմոնալ տեղը էր, ու երբ որ ասեցի հորմոնալ չեմ ուզում եմ բուսական տեղ, ասեց բուսականը ապահովագրությունը չի փակում, իսկ հորմոնալը փակում է, բայց փաստորեն ինքը ինձ խաբեց, հորմոնալն էլ ապահովագրությունը չէր փակում, միշտ ես էի վճարում այդ,
Հիմա այն դադարեցրել եմ չեմ խմում, այս բուսականն եմ խմում, այս էլ դե բնականաբար չի փակում ապահովագրությունը, ասեցի մի հատ էդ ճշտեմ, որտեղ հիմա մտածում չգիտեմ, խմեմ, չխմեմ, այդպես էական փոփոխություն չի տալիս, ձեր փորձից գրեք, իմ տարիքի կանայք 57 տարեկան, խմում եք ինչ-որ բաներ, թե չէ, իհարկե այդպիսի ինչ գանգատներ ես չունեմ, որ ասեմ էլի, հա, չգիտեմ, խմում եմ դրա համար չունեմ, թե կարամ եւ դադարեցնեմ, փորձեմ, կամ էլ պետքա մի հատ նորից բժշկի մոտ հանդիպում նշանակեմ, գնամ բժշկի հետ խորհրդակցեմ։ Իհարկե իրանք էլ ասում են ոնց ուզում ես արա, ուզում ես մի խմի, ուզում ես խմի, ժողովուրդ ջան, այստեղ արդեն խանութի մոտ եմ ու մի քիչ ակտիվացան այստեղ ժողովուրդը, դպրոց էլ կա մոտիկ, անջատեմ մտնեմ խանութ, նայեմ Քսենիայի համար ինչ եմ վերցնում, մտածում եմ հետնել մտնեմ այստեղ այս լեհական խանութից կատնաշոր վերցնեմ, այն էլ իրանց լեզվով ա գրած, ոչ յուղայնությունն եմ հասկանում, այնքան հստակ չի էլի, որ հասկանամ, թե յուղայնություն կա, չկա, ինչ ա գրած, ինչ չի գրած, աշխատող էլ չունեմ, որ մարդ հարցնի, կասայի աշխատողն ամենակ։ Տեսնենք ինչ են զեղչել, այս ծովամթերքա 40% զեղչ, այստեղ սաղմոն ձուկա, կիլոն 15 եվրո, ահագին զեղչել են։ Այս խանութը այդքան շատ չեմ սիրում, չգիտեմ ինչի, բայց ահագին շատ հաճախորդներ ա լինում, ոնց որ հենց բելգիական Ալբերտ Հեյնում եմ։ Մի հատ փոքրիկ զամբյուղ վերցնեմ, չնայած մի քանի բան եմ վերցնելու։ Այստեղ ցուկինեն են զեղչել, բայց թե որ վաղը գնալու ենք, տանը չեմ լինելու, լավ էլ զեղչ ա 40%։ Դրա համար ոչ մի այսպիսի բան չարժի առնել։ Այս ֆրիկադելներից 2 հատ համով են։ Դնում եմ air fryer-ի մեջ 6 րոպեով շատ համով են լինում։ Մի հատ սունկ, շամպինյոն սոուսի համար, մի հատ տոմատի մածուկ վերցնեմ։ Քսենիայի համար նայեմ, կարևորը որ սոուսով լինի, սա սոուսով ա, սաղմոն ձկով ու ֆորելով, իշխան ձկով, կասկածում եմ, որ կուտի, բայց վերցնեմ մի հատ, այս սրանք էլի սոուսով են, հավի ու հնդկահավի մսով, 2 հատ վերցնեմ, թե չէ, 4 հատ վերցնեմ, կարծում եմ, որ կուտի, պատվիրել ենք, մինչև են գա, այս կուտի էլի, այստեղ կաթ վերցնեմ մի հատ էլ օմեգա 3 վիտամիններով, B, D ու մնացած վիտամիններով, փոշմանեցի, 2 հատ էլ եմ վերցնում կերերից, այստեղ արդեն շների կերերն են, ընդհանուր առմամբ շատ չկան կերեր, օնլայն ավելի շատ ա լինում տեսականին, մի հատ էլ էստեղից վոլոր վերցնեմ ու մոտենամ ինքնասպասարկող կասաներին, հերթա պետք է մի քիչ սպասել, ամուսիններ են, երկուսն էլ խուլու համր են ձեռքերով են խոսում շարժումներով, արագ սկանանեմ, մի քանի բան վերցրի, տեսնենք կուտի թե չէ, մեր ձևիստ Քսենյան, ամեն բան չի ուտում տնաշենի տղան, տնաշենի տղան, հա բա ինչ, 12 եվրո վճարեցի, հաճախորդի քարտը որ սկանարեցի, 1 եվրո իջավ գումարից,
11, 12 քանիս կազմեց, պլանտն կարդով 11 քանիս իջավ։ Հասկանում միավորները այդպես ավտոմատ դուրս է գալիս, օրինակ կրոյդվատում այդպես չի, ավտոմատ դուրս չի գալիս, մենք պետք է այդ միավորները օգտագործենք։ Եթե ինքնասպասարկող կասաներն է, այդտեղ ոնց որ չի լինում, պետք է կասային մոտենանք, նոր իրանք անեն, էլի այդ։ Ինչևէ, տանեմ տեսնենք կուտի թե չէ։ Չնախատեսված սունկ վերցրի, շամպինյոն, 3 շատ համով բանջարեղենով, լապշայով, այդպես փլավ էի սարքել, շատ լավ էր եղել, բայց որպեսզի թարմացնեմ այսօր, կողքից շամպինյոնով սոուս կպատրաստեմ ու աղցան կպատրաստեմ, այդպես կուտեմ։ Աշոտի համար աղացած միս եմ հանել Սարցախցիկից, ասում եմ այսօր ուստա ունեմ աշխատող, իր համար սոուս կսարքեմ, մեր համար շամպինյոնով սոուս, իր համար աղացած մսով սոուս։ Ես չեմ սիրում այդ աղացած մսով սոուսները չեմ սիրում, բայց Աշոտը սիրում է, իր համար կսարքեմ։ Սրճանը փակ է այսօր 15 րոպե անցավ, որ անց այստեղից չէ, հիշում եք բաներ էին դրված այստեղ մեքենայի երեխաների նստացնելու այդ ցիցերից էր դրված, հիմա չկա, տարան, ինչ-որ մեկին փաստորեն պետք էր այդ կեղտոտը կտանեն լվանանք օգտագործեն։ Հիմա Լիդլի մոտից եմ անցնում, այնտեղ չնայած մի քիչ աբսուրդ է, չէ, սուպերմարկետից դուրս եկա, հիմա մտնեմ Լիդլ, բայց դե այնտեղ մի քիչ հեռու է, էլի այնտեղից այստեղ բերելը դժվար է, պայուսակս մի քիչ ծանր է, Քսենիայի կերերի շնորհիվ։ Հիմա բան չեմ անի, դե վաղ ասեցի գնալու ենք, հանգստանալու ենք գնալու, ասած ինչ-որ բաներ պետք կլինի հետներս վերցնելու։ Բայց քանի որ կեսօրից հետո ենք դուրս գալու, մտածում եմ, եթե բան պետք լինի, կարամ վաղը առավոտ էլ մտնեմ 3 րոպեի ճանապարհ է Լիդլը։ Նախ իրերը հավաքեմ, տեսեմ ինչ է, ինչ չի, ինչ որ բան պետքա վերցնեմ, թե չէ, հետո նոր կորոշեմ Լիդլ մտնեմ, թե չէ։ Այս ամիսները ակտիվ արձակուրդի ամիսներ են, հունիս, հատկապես հուլիս, օգոստոսը։ Բոլորը իրանց արձակուրդների ժամանակ են վերցնում։ Դե բոլորը չէ, բայց շատ-շատերը հենց ամառն են վերցնում, որովհետև տեղից էլ արև չկա, մարդիկ արձակուրդի ժամանակ գոնե արևոտ երկրներ են գնում, Իսպանիա, բան, Թուրքիան շատ գնում, հիմնականում գնում են արձակուրդ մարդիկ, ամբողջ տարի կուտակում են, հավաքում են, խնայում են արձակուրդի համար ու հավատացեք շատ պետք է, շատ կարևոր է այստեղ, որ միշտ այսպես ռոբոտի նման աշխատում ենք սթրեսի մեջ, անընդհատ լարված, այդ արձակուրդը միշտ պետք է։ Ամեն տեղ էլ պետք է, բայց ամեն դեպքում այստեղ ոնց որ ավելի շատ զգացվի, էլի այդ հանգստի կարիքը։ Որովհետև եթե չենք աշխատում, օրինակ ես եթե չեմ աշխատում, այդ օրը ազատ եմ, էլի տանը չեմ կարող մնալ, որովհետև մնացած գործերը պետք է արվի ադմինիստրատիվ կամ բան, այսպես թե այնպես կախված ենք անդադ պետական որևէ կազմակերպությունից, պետական որևէ ատյանից, անընդհատ հիմա դեռ լավ է, շատ բաներ օնլայն է, բայց մեկը էլի ֆիզիկապես կարիք լինում է, պետք լինում է գնալ տարբեր տեղեր։ Այնպես որ արձակուրդ է, որ ամեն ինչից կտրվես, իրոք կտրվես, այդպիսի արձակուրդ միշտ պետք է։ Այստեղ մի 2 շաբաթ առաջ հիմա ձեզ ցույց տամ։ Կարող անգամ ցույց եմ տվել այն ժամանակ։ Այստեղ, հիշում եմ, որ ցույց եմ տվել, ասել եմ մեքենային կանգնում, այստեղ 3 հատ մեքենա էր կանգնում։ Այս բաներից էին տեղադրել, 5 հատ թե 6 հատ տեղադրել էին, ուրեմն սրանց գործը նայեք, բերեցին, դրեցին, մի ամիս առաջ դրել են,
Երեք նորից հանեցին, հիմա այս 3 հատն են թողել, թե ինչ կա մտքներին, չգիտեմ։ Փող ունեն, ծախսելու տեղ չունեն, էլի։ Հանել են։ Հա, արանքից 2 հատ հանել են, էսա տեղերը 3 հատ, 2 հատ էստեղ, մի հատ էլ էստեղ արանքից հանել են։ Կամ մեծացրել են, չգիտեմ, մեքենա կանգնելու, կամ մոտո կանգնելու, կարող է բնակիչներից բողոքել են, որովհետև մեքենա կանգնացնելու տեղ չեն թողնում։ Այսքան շարքով տները, տեսեք ինչքան տուն կա փողոցի վրա։ Կարան կողքի փողոցներն էլ կանգնեն, բայց միշտ այդ խնդիրը լինում է մեքենան կանգնացնելու։ Երբ որ գնացինք քաղաքապետարանում հարցրի, ասում եմ, այն որ նոր էինք եկել մեքենան կանգնացնելու համար, ասում եմ, բայց ասում եմ, մեր տան դիմաց, ուզում եմ, որ մենք կանգնենք, մեր մեքենան կանգնացնենք, ասում եմ, չէ, այդպես արդար չի, որտեղ մարդիկ կան, ասում եմ, այդ փողոցի վրա շատ երկար ապրում են ու մշտական կանգնելու տեղ չունեն։ Այսինքն մեր տան դիմաց ուրիշը կարող է կանգնի ու մենք ման գանք տեղ ավտոն կանգնացնելու համար։ Абսուրդ է։ Հասա տուն ժողովուրդ ջան, գնամ մի հատ սրճեմ, սնկով սոուսը պատրաստեմ, տեսնեմ ուստաս ինչ է անում, հաց տամ, հացավորեմ ու անցնենք մնացած գործերին։ Հարցրել եք ինչ եմ օգտագործում դեմքիս խնամքի համար։ Հիմա ցույց կտամ այն ինչ որ ես եմ օգտագործում իմ դեմքի խնամքի համար։ Նայեք, եթե հարցեր լինեն, գրեք։ Այստեղ բերել շարել եմ, այն ինչ օգտագործում եմ դեմքի խնամքի համար, ինձ հարցրել եք ինչ եմ օգտագործում, որ դեմքիս մաշկը լավն է։ Իհարկե, այդպես ես չի ասի, որ շատ լավն է, որովհետև դեռ պետք է մի քիչ էլ էս ծակոտիները փոքրացնելու համար բան անեմ, նայեմ ինչ հարմար բան եմ օգտագործելու, այսինքն տեսել եմ արդեն պետք է պատվիրեմ, բայց ինչևէ այս պահին ինչ որ ես օգտագործում եմ ամեն առավոտ ամեն իրիկուն, այդ ցույց տամ ձեզ։ Այս սկրաբը շաբաթը 2 կամ 3 անգամ ամենաշատը, ամեն օր չեմ անում, դեմքը լվանում եմ սկրաբով։ Հետո ամեն օր դեմքս լվանում եմ այս դեմքի փրփուրով։ Լցնում եմ մի ձեռքերիս մեջ, այսպես ձեռքերիս իրար եմ շփում փրփրումա ու դեմքս լվանում եմ դրանով ամեն օր։ Ամեն իրիկում պարտադիր, իսկ առավոտները այս սրանով մաքրում եմ։ Այս վիտամին C-ի միցելյար ջրով կարելի է մաքրել ու թողնել դեմքի վրա դրա, այսինքն լվանալուց հետո էլի, պետք չի նորից սկսելու լվանալ։ Այս եմ եկել օգտագործում։ Վիտամին C-ն իրոք մաշկի համար շատ լավ է։ Այս առանց ալկոհոլի է ու ֆրանսիական արտադրություն է, նարնջի էքստրակտով է պատրաստված։ Դրանից հետո ուրեմն այսպիսի լավ բան ունեմ, տոներ է կոչվում, ոչ թե տոնիկ, այլ տոներ, տեսեք, այս ուրեմն դեմքի մաշկի համար շատ լավ է, խոնավացնում է, լավ գույն է տալիս, այսպես փայլուն տեսք է տալիս, պետք է ուրեմն սրանց հետո ես ամեն դեպքում ինչ անում եմ, ես այդ ասեմ ձեզ, դեմք լվանալուց մաքուր դեմքի վրա տոները մի քանի կաթիլ լցնում եմ ձեռքիս մեջ ու քսում եմ դեմքիս, պարանոցիս ու դեկոլտեի շրջանում։ Լավ տարածում եմ, մի քիչ այդպես մասաժի շարժումներով ու այսպես ձեռքերով մի փոքր ոնց որ դեմքին թեթև հարված եմ, որ ներծծվի մաշկի մեջ։ Սա տոներ է, ժողովուրդ ջան, տոնիկի հետ չշփոթեք։ Կարելի է քսել առավոտ իրիկուն ու թողնել դեմքի վրա։ Այս քսելուց հետո սերում եմ քսում, էլի առավոտ իրիկուն, էլի լավ մասաժի շարժումներով այդպես տարածում եմ դեմքի վրա, նորից նույն պրոցեդուրան սրա հետ եմ անում, այսպես թեթև ոնց որ դեմքի մաշկին հարված եմ, որ արյան շրջանառությունը լավացնի դեպի մաշկը դեմքի ու հետն էլ սա լավ ներծծվի։ Այս եմ քսում, ուրեմն առաջինը քսում եմ տոները, հետո քսում եմ այս սերումը, առավոտ իրիկուն նույնն եմ անում։ Սրանից հետո օրինակ առավոտյան քսում եմ, նախ քսում եմ այս վիտամին C-ն ամեն օր չեմ քսում, արդեն շատ քիչ է մնում մեջը, վերջանում է
վեգան վիտամին C է, վիտամին C-ն դեմքի մաշկի համար շատ լավ է։ Այս քսում եմ, հետո նոր իդեպ SPF-ը 20 է սրա, հետո նոր քսում եմ ցերեկային կրեմը, այս կրեմները ես ձեզ ցույց էի տվել, գիշերային ցերեկայինները կրոյտվատից էի առել, բայց չեմ հավանում, բայց մի այսպիսի բնավորություն ունեմ, որ մինչև չի վերջանում, չեմ գցում ամանը, այսքան է մնում, երևի մի քանի օրից կվերջանա, ուրեմն վիտամին C-ն քսելուց հետո, որ քսում եմ էլի դեմքիս, պարանոցիս ու դեկոլտեի շրջանում, առատորեն քսում եմ լավ, որ ներծծվի, առավոտյան քսում եմ ցերեկային կրեմը, էլի այդպես լավ քսում եմ դեմքիս վրա, դեմք, պարանոց, դեկոլտե, ինչ որ ասում եմ, իմացեք, այդպես եմ քսում հենց, սա լավ քսում եմ, հետո նոր, եթե ուրեմն արևոտ շոգոր է լինում, նորից վրայից քսում եմ 30 SPF-ով, այսպիսի ցերեկային կրեմ։ Սա առավոտվա պրոցեդուրան է, եթե մեյքափ պետք է անեմ, նոր հետո դրանից հետո տոնային կրեմ ու մնացած բաները, ինչ որ ես չնայած շատ չեմ անում, էլի, թեթև տոնային կրեմ եմ քսում, շատ քիչ եմ, էլի, այդպես շպարվում։ Իսկ իրիկունը, այս նույն պրոցեդուրան, այս սրանք չեմ անում, հավայ այստեղ, գցեցի աման, կապար չէ, ժողովուրդ ջան, մի բան մոռացա ասեմ, որ այս տոներն ու սերումը քսելուց հետո աչքերիս շուրջ, այս հատուկ աչքերիս շուրջ մաշկի համար, հոգնածության համար, վիտամին C-ով էլի, այս ռոլերն եմ առել, էլի կրեմ, աչքերի շուրջ քսելու համար, մինչև այդ ունեի օգտագործում էի կրոյդվատինը, էլի այդպես չէի հավանում, հիմա ցույց տամ ձեզ, սա էի քսում, սա այդպես չի հավանում, սա եմ վերցրել, սա շատ ավելի լավն է, արդեն մի շաբաթ է սա եմ օգտագործում, ես մոռացա ասեմ, որ պարտադիր առավոտ իրիկուն ես էլ աչքերի շուրջն եմ քսում, ուրեմն իսկ իրիկվա պրոցեդուրան, էլի ուրեմն այս նույն 3 բաներն եմ անում, վիտամին C-ն չեմ անում իրիկունը, տոներ, սերում, աչքերի շուրջ կրեմը ու գիշերային կրեմն եմ քսում, շաբաթվա մեջ նախկինում ամեն օր էի անում, հիմա ամեն օր չէ, որ օրերին որ դեմքի մասաժ եմ անում, վիտամին E յուղով, վիտամին E յուղը քսում եմ ու նոր դեմքի մասաժ եմ անում, հետո, էլ ինչն էի ուզում ձեզ ցույց տալ, հայ սպոկ դուրս է գալիս վրայից ցելոֆանը, բացի դրանից, ասեմ, դե ցերեկային ու գիշերային կրեմները արդեն երկուսն էլ վերջանում են, արդեն առել ու պատրաստել եմ հաջորդ կրեմները, վերցրել եմ տարիքային 55+, գիշերային ու ցերեկային, սնուցող, վերականգնող, կնճիռների դեմ, այսպիսի կրեմներ եմ վերցրել, բացի դրանից գլխի մասաժ եմ անում սրանով, էլի շատ լավ է, համ գլխի արյան շրջանառությունն է լավ, ասում մաշկի համար շատ լավ է, համ մազարմատների համար է լավ, համ հանգստացնում է գլուխը, համ գլխացավի ժամանակ է լավ, այսպես փափուկ բաներ ունի, սրանով մասաժ եմ անում, իդեպ որ անում ենք դեմքի մաշկն էլ հետն է ձգում, ահա, այս էլ իմ ուրեմն դեմքի խնամքի պրոցեդուրա ժողովուրդ ջան, որ ես անում եմ, հատկապես ամառը շատ հաճույքով եմ անում, որ ձմեռը մի քիչ դեմքը լվանալը, որ ցուրտ է լինում, բանա չէ, մի քիչ ոնց որ հավես չլինի, բայց ամեն դեպքում, եթե ուզում ենք մի քիչ խնամված մաշկ ունենալ, պետքա չալարենք ու անենք, չմոռանամ նաև ասեմ, որ պարտադիր դեմքի դիմակներ եմ դնում ու աչքերի տակ էլի այդ դիմակներ եմ դնում, նաև ձեռքերի համար եմ դիմակներ պատրաստում դնում, հենց այս պահին էլ ունեմ, որ ձեզ ցույց կտամ։ 3 արդեն օգտագործել եմ, այսքան կա, մնացել էր սառնարան եմ դրել, լցրել եմ, ուրեմն իրար եմ խառնել 1 ձևի դեղնուց, 1 թեյի գդալ ձիթապտղի ձետ ու մի փոքր կարմիր պղպեղ, սովորական հաղացած կարմիր պղպեղ, շատ լավ ձեռքերս փափկացրեց, նրբացրեց, հիմա նորից պետքա քսեմ, քսում եմ,
15 րոպե թողնում եմ ու լվանում եմ։ Ինչ ուզում եք ասեք, եթե մենք չալարենք ու մեզ հետևենք, հաստատ լավ արդյունք կունենանք։ Շատ ժամանակ ալարում ենք, շատ ժամանակ չենք ունենում, իմ պարագայում կոնկրետ ես ժամանակ չեմ ունենում, անկեղծ ասած։ Ու անպայման սնուցող կրեմներ, ձեռքերը պաշտպանող կրեմներ ես միշտ օգտագործում եմ։ Իհարկե ասեմ, որ ես շատ ուշ եմ սկսել խնամել, ասենք Հայաստանում ավելի շատ շեշտ է դնում ենք ոչ թե դեմքը խնամելու վրա, ամեն դեպքում իմ ժամանակների բան եմ ասում, այլ շպարվելու վրա էինք էլի դնում, ահա, այսպես 15 րոպե կթողնեմ ու կլվանամ, լվանալուց հետո, եթե գործ անելու չլինեմ, կրեմ կքսեմ մի անգամից, եթե գործ անելու լինեմ, աման լվանալ եւ այլն, ուրեմն վերջացնելուց հետո նոր կրեմ կքսեմ, ամեն գիշեր ես ձեռքերիս կրեմ քսում, նոր եմ քնում, ոնց որ դեմքս եմ ասենք խնամում կրեմ բան քսում, այնպես էլ ձեռքերիս եմ քսում ու տանից դուրս գալուց պարտադիր էլի կրեմ եմ քսում։ Համ ձգում է ձեռքերի մաշկը, համ էլ շատ նրբացնում, փափկացնում, բնականաբար սպիտակուցը դեն չենք նետում, սպիտակուցով էլ դեմքի համար դիմակ պետքա պատրաստեմ, դա էլ ձեզ ցույց կտամ։ 15 րոպե հետո ձեռքերս գոլ ջրով օջառով լվացրել եմ, այնքան փափուկ, մի քիչ ոնց որ բացի էլ գույնը սպիտակացնի։ Դե իհարկե այս պեպենները դե ուրիշ պատմություն են, բնականաբար խոսքը դրա մասին չի, բայց շատ լավ ձեռքերը փափկացնում է։ Դրանից հետո այսպես ձեռքերի կրեմ եմ քսում, հատկապես այս վերևի մասը, այսպես մասաժի շարժումներով, այսպես, այնպես որ կրեմը ներծծվի, քանի որ հիմա առայժմ ոչ մի գործ չունեմ անելու, որ պետքա ձեռքերս թրջեմ կամ բան, հաստատ մի կես ժամ գոնե ոչ մի բան չեմ անելու, լավ առատորեն այսպես ձեռքի կրեմ եմ քսում, որ մաշկը փափուկ մնա։ Եթե այդ փորձեք մեկ-մեկ, այստեղ մատերը, ես ներսի կողմից մի քիչ մասաժ անեք, ինքան լավ ձեռքերին, այսպես ոնց որ մաշկը մյուս կողմից, այստեղից մասաժ ենք անում, բայց ոնց որ այս կողմից արդեն ավելի մաշկը ձգվի։ Այնպես որ, եթե հիմա ինձ երիտասարդներ են նայում, ձեզ հետևեք, հիմիկվանից հետևեք ձեզ, ոչ թե մեր նման արդեն 57 տարեկանում նոր այսպես լավ խնամում եմ ես ինձ։ Երևի հիմա նոր ես ինձ շատ եմ սիրում դրա համար, որովհետև եթե մենք մեզ սիրենք, կխնամենք։ Տեսակ այդքան շատ կրեմը ամբողջը ներծծվեց անցավ մաշկի մեջ։ Շատ լավ փափկեց։ Այսպես սիրելի բարեկամներ։ Այստեղ էլի ավելացել է կրեմը, սա կդնեմ սառնարան, դեռ վաղն էլ, երև մյուս օր էլ կօգտագործեմ։